Արցախից 11 անձ է տեղափոխվել Հայաստան, հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նա Facebook-ում գրել է, որ Ադրբեջանի Հանրապետությունում մինչ այժմ բնակվող 10 հայեր եւ ազգությամբ ռուս 1 Հայաստանի քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Նրանց խնդրանքը բավարարվել է։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման հետևանքով Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Արցախից 115365 մարդ է բռնի տեղահանվել։ Կառավարությունը հայտնում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է Կարապետյանների հեծի գործով միջնորդության բոլոր պահանջները, եզրակացնելով, որ նրանց պահանջած ապահովման միջոցները հիմնավորված չեն։ Ըստ կառավարության հաղորդագրության, արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է հայցվոր կողմը, այսինքն Կարապետյանները։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մինչդեռ Facebook-յան գրառման պնդում է, որ Հայաստանի կառավարությունը մեջբերենք Արծրուն Հովանեսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում։ Կարապետյանը նշել է, որ Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է Ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ հեծի դեմ որևէ քայլից եւ մերժել հավելյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը մինչեւ քննության ավարտը։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։ Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու հարցի քննարկմանը։ Նախագծով իշխանական պատգամավորներն առաջարկում են խստացնել դիտորդական առաքելություններին ներկայացվող պահանջները կապված քաղաքական չեզոքության եւ ֆինանսական աղբյուրների բացահայտման հետ։ Նախագծի հեղինակներից Արուսյակ Ջուլհակյանի պնդմամբ գործող կարգավորումներով հստակ չեն մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել, երբ խախտվում է քաղաքական զսպվածության պահանջը։ Նախագիծը պետք է լրացնի բացը։ Ընդդիմությունը սա հակաժողովրդական քայլ է որակել։ Այսօր կկազմակերպի նաև նախագծի երկրորդ ընթերցման քվեարկությունը։ Հանրապետություն կուսակցությունը չի քննարկել դաշինքով են մասնակցելու այս տարվա խորհրդարանական ընտրություններին, թե միայնակ։ Կուսակցության անդամ Հայկ Սահակյանը Ֆակտոր TV-ին ասել է, որ թեև դաշինքով մասնակցության հարց չեն քննարկել, միանշանակ բացառում են համագործակցությունը ՀՅԴ-ի Քոչարյանամերձ կուսակցությունների հետ։ Հանրապետությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին հայտնել է նախօրեին։ Նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության անդամ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։ 17 երկրներ եւ Եվրամիությունը Ուկրաինային կարևոր աջակցություն են ցուցաբերել էներգետիկ ոլորտը կայունացնելու համար, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Հայաստանը նույնպես Ուկրաինային օգնություն տրամադրած երկրների ցանկում է մեր երկիրը 10 շարժական ինվերտորային գեներատոր է ուղարկել առաջնագծի շրջանների կրթական եւ բժշկական հաստատությունների համար։ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր օգնում են հաղթահարել դժվար ծմերը։ Ուկրաինական կողմը բազմիցս հաղորդում է երկրի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ Ռուսաստանի հարձակումների մասին։ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը կարող է գերազանցել 20,000-ը, հայտնել է Bloomberg-ը, վկայակոչելով Իրանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայ Սատոին։ Իրանից դուրս գործող իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել են շուրջ 5,000 մահվան դեպք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս է գալու առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, ինչի մասին Դոնալդ Թրամփը հայտարարել էր 1 տարի առաջ։ Վաշինգտոնը սակայն $260 միլիոն չափով պարտք չի մարել կազմակերպությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև դադարեցրել է իր մասնակցությունը ԱՀԿ-ն ֆինանսավորող բոլոր ղեկավար մարմիններում եւ աշխատանքային խմբերում։